25 թվականը բեկումնային էր այդ իմաստով նաև Թուրքիայի հետ հարաբերությունների տեսանկյունից, երբ առաջին անգամ պատմական այց տեղի ունեցավ։ Հայաստանի ղեկավարը այցելեց Ստամբուլ, Ստամբուլում հանդիպեց թուրք գործընկերոջ հետ, Էրդողանի հետ եւ թե ներքաղաքական ահռելի ճնշումներ էին, այդ ժամանակ հենց սկսում էր եկեղեցու շուրջ խմորումները եւ դրա նպատակը իհարկե կասեցնելն էր, խափանելն էր այդ այցը, որովհետեւ դրանով նոր շրջան էր բացվում տարածաշրջանի համար։ Տարածաշրջանը ոչ միայն Հայաստանն էր շնչառություն ստանում, տարածաշրջանն էր բացվում, իսկ հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ, հատկապես երկկողմ ձևաչափով այս խոսակցության մեկնարկով, հասկանում ենք, որ էապես նվազում էր ռուսական ազդեցությունը տարածաշրջանում եւ անիմաստ էր դառնում այն ներկայությունը, որ մենք ունենք հայ-թուրքական սահմանին եւ ունենք ռազմաբազայի տեսքով եւ այս իմաստով այո օրակարգային են դարձել ընդհանրապես ռուսական նախագծերը եւ հայ-ռուսական պայմանավորվածությունները, որի հիմնական նպատակն էր սպառնալիքների հակազդումը կամ սպառնալիքներին դիմակայելը։